Ատելության խոսքի հետ կապված պարբերաբար կատարվում է խնդիրների հասցեավորում թե տարեկան հաղորդման, թե հրապարակային խոսքի հայտարարությունների շրջանակներում։ Այս մասին Իրավաբան նետի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պաշտպանի խոսքով տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքները ևս պարբերական բնույթ են կրում, նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Կարծում եմ ատելության խոսքին վերաբերելի ամենամեծ խնդիրը Հայաստանում այն է, որ ընդհանրապես մարդիկ պատշաճ պատկերացում չունեն ատելության խոսքի առնչությամբ եւ շատ դեպքերում խոսքի տեսակներ են տարածում, որոնք ըստ էության խտրական ու ատելության խոսքի դրսևորումներ են իրենց մեջ պարունակում, բայց մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց տարածած խոսքի տեսակը խնդրահարույց է։ Հաստատության առջև դրված կարևոր հանձնառությունը ատելության խոսքի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկատվություն տալն է, ոչ թե պարզապես հասկացության, այլ կոնկրետ դրսևորումների առնչությամբ։ Մենք այդ ուղղությամբ անընդհատ տարբեր խմբերի հետ ենք աշխատանքներ իրականացնում, օրինակ լրագրողների հետ, որովհետև մի քանի միջոցառումներ ենք ունեցել, շատ արդյունավետ քննարկել ենք հարցերը, մենք շարունակում ենք ընդլայնել այս միջոցառումների շարքը եւ նաեւ ներգրավվող անձանց լրագրողների շրջանակը, թիվը։ Շատ կարևոր է նաեւ ուսումնական հաստատությունների հետ աշխատանքը։ Ցավոք, Հայաստանում ատելության խոսք տարածողների մեծ թիվ են կազմում ակադեմիական ոլորտի աշխատողները կամ կրթության բնագավառի ներկայացուցիչները, նշեց Անահիտ Մանասյանը։ Շատ տարածված է, օրինակ, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, այսպես խտրական մոտեցումների տարածումը, այդ թվում հանրային գործունեություն իրականացնող անձանց կողմից, որ օրինակ այս եկեղեցին կամ այս կրոնական կազմակերպությունը պետք է գերակայություն ունենա, նրանք ովքեր չեն հետևում այս եկեղեցուն կամ կրոնական կազմակերպությանը, նշանակում է նրանք չունեն պատշաճ համոզմունքներ, նրանք օրինակ իսկական հայ չեն կամ նման այլ հանգամանքներ, սա ըստ էության խտրական խոսքի դրսևորում է։ Էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքը ևս շատ տարածված է։ Ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք թուրք բառը որպես վիրավորանք օգտագործող խոսույթների կամ եզդի, քուրդ, էթնիկ պատկանելություններն են օգտագործվում որպես վիրավորանք։ Մեր զրուցակցի գնահատմամբ սա ոչ միայն վտանգավոր է, այլև իրավաչափ չէ։ Կամ օրինակ շատ են խոսույցները, որ այ դու կին ես, քո միակ գործը պիտի լինի տանը քո երեխաներին դաստիարակելը, ինչ աշխատանքով ես հիմա զբաղվում, ամոթել չէ եւ այլն եւ այլն։ Մարդկանց առաջին հայացքից թվում է, որ այստեղ որևէ խնդրահարույց բան չկա, մինչդեռ սրանք բոլորը ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ կարող են պարունակել այս խոսույթները։ Անահիտ Մանասյանը հավելեց, այս ոլորտում ընդհանուր քաղաքականությունը առաջին հերթին պետք է շեշտադրված լինի ոչ թե պատժողականության, այլ անձանց պատշաճ գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելու գաղափարի վրա։ Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում են գործողություններ, որոնք ներառում են օրենսդրական փոփոխություններ, իրազեկման աշխատանքներ հասարակության լայն շերտերի համար, ինչպես նաև խտրականության, ատելության խոսքի, տեսալսողական մեդիայի մասին օրենքում ատելության խոսքի եւ խոսքի ազատության սահմանազատում համապատասխան չափորոշիչների սահմանում։